Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը։ Հանցագործի տեղը բանտում է։ Տարիներ առաջ հենց այս կարգախոսով Նիկոլ Փաշինյանն ազդարարեց հանցավորության դեմ պայքարի մի նոր շրջափուլ Հայաստանում։ Պետք է փոխվեր քրեական օրենսգիրքը, կոռուպցիայի դեմ ռազմավարությունը, իրավապահ եւ դատական համակարգը։ Փոխվեցին։ Դատավորները վեթինգի ենթարկվեցին, մեծ թվով նոր դատավորներ, դատախազներ եւ քննիչներ համալրեցին համակարգերը։ Նաև բարձրացվեցին բոլորի աշխատավարձերը։ Եթե կա կրակոց, ինքնստիկյան դա թերացում է։ Մենք ընդունում ենք։ Դա մեր թերացումներն է։ Ունենք մեզ անհանգստացնող վիճակագրություն, աճել են առանձնապես ծանր հանցագործությունները, դրանք 17.8%-ով աճ են գրանցել եւ ինչն է մեզ համար նաև մտահոգիչ եւ վերլուծության ինքնուրույն առարկա կդառնա տարեկան հաղորդման մեջ, դա զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճն է։ Սա էլ արված աշխատանքի արդյունքն է։ Առանձնակի ծանր հանցագործությունները սպանություններն են, նախնական համաձայնությամբ մարդուն ծանր վնասվածք հասցնելը, խոշոր չափերի խարդախությունը, կոռուպցիան, սեռական ոտնձգությունները եւ այլն։ Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207.132 քրեական վարույթ, նախորդ տարվա 184.018-ի դիմաց, այսինքն քրեական վարույթների թիվն աճել է 23.114-ով կամ 12.5%-ով։ Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ այս թվերին ուշադրություն դարձնել, որովհետև քրեական վարույթների աճով պայմանավորված նաև ուղիղ ազդեցություն է ունեցել այս աճը դատավարական հարկադրանքի եւ քննիչների ծանրաբեռնվածության վրա։ Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը աճել է 15 վարույթով կամ 4.9%-ով։ Դե հանցավորության դեմ պայքար ենք իրականացնում։ Բա այդ դեպքում, հարգելի գործընկերներ, ինչի է մեր քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 1-ի դրությամբ ավելի քիչ դատապարտված մարդ, քան կալանավորված։ Արդյոք սա չի նշանակում, որ այս թվերը աշխատանքի իմիտացիային պարզապես եւ ոչ թե իրական աշխատանք, որտեղ իրական աշխատանքը հանցանքը ապացուցելու մեջ է, ապացույցներ հավաքագրելու մեջ է։ Եվ հետո նոր մարդկանց մեղադրանքներ առաջադրելու եւ դատարանում պնդելու այդ մեղադրանքը ու ստանալու մեղադրական դատավճիռներ։ Սա էլ քննչական կոմիտեի ղեկավարի վերջերս ներկայացրած հաշվետվությունն է։ Դե կասեք բարեփոխված եւ բարելավված համակարգը ենթադրում է, որ մարդիկ ավելի ջանասիրաբար եւ արդյունավետ են գնալու հանցագործների հետևից։ Քրեական վարույթների թվի մեծացումն էլ հենց դրա մասին է։ Համաձայն եմ, բայց իրավապահ համակարգի առաջնային խնդիրը ոչ թե հանցանքի հետևից գնալն է, այլև այդ հանցանքը կանխելը։ Ոստիկանության բարեփոխված համակարգի այդ աշխատանքը պետք է արդեն ակնառու լիներ։ Միայն պլանշետներ մարդկանց տալով կամ նոր մեքենաներ Toyota-ից գնելով դու հաստատապես չես կարող փոխել։ Իրավապահները գուցե հակադարձեն, որ անում են հնարավորը, որպեսզի օրինակ փողոցներում չլսվեն կրակոցներ։ Մենք էլ պետք է որ նկատած լինենք ոստիկանական շրջայցերը կամ համացանցում տեսած լինենք այդ շրջայցերի վերաբերյալ տեսանյութերը։ Պատկերը կարծին կան այդ աղմուկը, այդ շարժը ստանալու համար, եթե դրա համար արվում, նորմալ է, ստացվում է, որտեղ շատ տպավորիչ է կիլոմետրերով հերթերը մեքենաների կանգնած, մարդկանց տեսախցիկները, այդ լույսերը։ Այդ նոր մեթոդների կիրառությամբ մենք արդեն որոշակի ոչ մեծ, բայց ոչ թե հաջողություն, այլ արդյունքներ կան։ Այդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք զինամթերք հայտնաբերել։ Մի քանի ժամ ռեյդից հետո հայտարարագրում են, թե ինչ են գտել, անկեղծ ասած լուրջ չի, որովհետև եթե ցուցադրում են մի քանի հատ զենք, հետո պարզվում է, որ այդ զենքերը բոլորը օրինական են եղել եւ մարդիկ ունեցել են նաեւ փաստաթղթեր այդ զենքը կրելու իրավունք, կամ ինչ որ իրեր են, առարկաներ են, որոնք որ այդքան ռեյդ չարժեր անել, այդքան մարդկանց նեղություն չարժեր տալ այդ բիտաների համար։ 2020-ի պատերազմից հետո տեղեկատվություն շրջանառվեց, որ զինվորներին բաժանված ահռելի թվով զենք պարզապես անհետացել է։ Իշխանության ներկայացուցիչները ենթադրում են, որ ծանր հանցագործությունների աճի պատճառը նաև այդ ապօրինի զենքն է։ 17000 ինքնաձիգ կա, որ այսօր դրանց գտնվելու անհայտացել են։ Իրոք զենք զինամթերքի հետ կապված մտահոգիչ է մեզ համար։ 17000 հարտահայտարարված օրինակ կտոր զենքը, դա բան չի, լուցկու չոփ չի, չես կարա տանես պահես միտեղ հողի մեջ։ Դա ինչ որ միտեղ պիտի լինի, չէ՞։ Ներողություն, քանի տարի 5 տարի անցել է պատերազմից հետո։ Պիտի որ արդեն գոնե մի զգալի մասը արգրաված լիներ։ Եթե դա չի արվում, ուրեմն կամ զենքի քանակի մասին տեղեկությունը ճշմարիտ չի,
կամ լավ չեն աշխատում։ Կա նաև ենթադրություն, որ անցած պատերազմն է մարդկանց դարձրել ավելի ագրեսիվ ու անհանդուրժող։ Դրա համար էլ ցանկացած վեճ ավարտվում է ծանր հետևանքներով։ Պատերազմից հետո բոլոր ժողովուրդները ունենում են ստրեսային վիճակ, դա չի կարող անհետևանք անցնել։ Եվ մենք կարիք ունենք ինչ-որ աշխատանքի այ մեթոդաբանության փոխելու եւ հասարակության հետ աշխատելու եւ ոստիկանության, ինչու ոչ նաեւ ոստիկանների հետ կապված, իրանց աշխատանքի հետ կապված։ Իսկ ինչ կարելի է ասել նոր բարեկային համակարգի մասին։ Եվրամիությունը 17 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել այս կառույցի բարեփոխման համար։ Համակարգը բարեփոխվել է։ Մեծ մասամբ իրենք բավականին adekvat վարքագիծ ունեն ու դա վստահություն է ներշնչում ինչ որ իմաստով։ Բայց զուգահեռ իրականության մեջ մենք ունենք նորաստեղծ ոստիկանության այդ մասի, հա, պատրոլի մասնակցությամբ խոշտանգումների դեպքեր ունենք։ Այնպիսի մարդկանց ոստիկանությունում ներգրավելը, որոնք որ չեն հասկանում, որ իրանք Հայաստանի զինանշանով ուսադիր են կրում, ինքը չի հասկանում այդքան բանը։ Ինքը մարդկանց հետ կարա արայով խոսա, ինքը կարա հայրյանք հնչեցնի։ Մյուս կողմից, այսօր ամենաբարձր ատյաններում են նման վարք դրսևորում նրանք, ովքեր ընդունում են օրենքներ եւ կարգավորումներ, որոնք կոչված են կանխելու այդ վարքը։ Հանգստացեք։ Իսկ ինչու մեկ էլ ու հիշեցինք տարբեր պետական կառույցներում հայհոյախառն փողոցային բառապաշարով ուղեկցվող ծեծկլտուկները, որովհետև եթե դու կառավարող էլիտայի ներկայացուցիչ ես եւ խնդիրների լուծումը պատկերացնում ես բացառապես այս տրամաբանության մեջ, ապա պարզ է, որ սովորական քաղաքացիները եւս շարժվելու են նույն տրամաբանությամբ եւ գուցե հենց սա է ամանորյա դանակահարությունների եւ սպանությունների պատճառը։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել։ Իշխանությունները հայտարարել են պատերազմ փողոցային բարքերին, հայհոյանքին ու բռնությանը, քրեական ենթամշակույթին։ Վերջինի համար նույնիսկ պատիժ է սահմանվել։ Պատժի խստությունը, որպես այդպեսին, երբեք արդյունավետության չի բերել հանցավորության դեմ պայքարում։ Արդյունավետություն միշտ բերել է ճիշտ եւ ժամանակին արձագանքելը հանցագործությանը։ Այսինքն, եթե մենք post factum ենք երևույթի դեմ պայքարում, դա երբեք արդյունավետության չի բերելու, ինչքան ուզում եք խիստ պատիժներ սահմանեք դրա համար։ Նվազել է քրեական ենթամշակույթի տարածվածությունը հանրության շրջանում, դժվար է ասել, բայց կարելի է վստահաբար ֆիքսել, որ դրա տարածմանը նպաստող պատճառները չեն վերացել։ Սրա դեմ պայքարը առաջին հերթին արդյունավետ համակարգեր ստեղծելն է քաղաքացիների համար, որպեսզի մարդիկ իրենց պրիմիտիվ իրավունքները պետական մարմիններում կարողանան պաշտպանել, որպեսզի կարիքը չունենան դիմել այլ ճանապարհներով, հանցավոր ճանապարհներով իրենց հարցի լուծում գտնել։ Օրինակ, որքանով է քաղաքացու համար դյուրին իր խնդիրը լուծել դատարանում եւ որքանով դյուրին նույնն անել հանցագործ աշխարհի միջոցով, որքան է տևելու դատական process-ը, որքան գումար է ծախսելու փաստաբանին վարձատրելու համար եւ ի վերջո հասնելու է արդարադատության կայացմանը։ Քաղաքացին գալիս է մի պահ, կանգնում է մի անդունդի եզրի, երբ որ հասկանում է, որ իր հարցը իրավական ճանապարհով լուծել է, այնքան բարդություններով է զուգորդվում, որ ավելի լավ է դիմեմ մեր բակի Վարդանիկին, ով իմ հարցը կլուծի 10 րոպեում ուղղակի։ Հայց ներկայացնելու տուրքերը, հարկերը այնքան են բարձրացրել, որ մարդ նույնիսկ դատարան չի ուզում վիճարկի պրիմիտիվ մի հատ ակտը։ Որքան ավելանում են քրեական աշխարհի ներկայացուցիչների միջնորդությամբ լուծված խնդիրները, այնքան բարձրանում է նրանց հեղինակությունը, այդքան էլ ծանրանում է երկրում քրեական իրավիճակը, քանի որ օրենքի դաշտում խաղացողների թիվն է նվազում։ Բացի սա, քրեական ենթամշակույթի դեմ օրենքը կարծես աշխատում է ընտրողաբար։ Նույն կարգավիճակն ունեցող մեկը հետապնդվում է, մյուսը ոչ։ Հանցավորության աճը Հայաստանում դատաիրավական անարդյունավետ համակարգի վկայությունն է։ Բարեփոխումներ իհարկե արվում են, բայց դրանք հիմնականում վիտրինային են, այսինքն արտաքինից գեղեցիկ մատուցված փոփոխություններ, որոնց տակ բովանդակություն չկա։ Ծախսված ահռելի ֆինանսական միջոցներ, որոնց արդյունքը հողի վրա հանցավորության նվազումը չենք տեսնում։ Արմեն Նաթալյան, Օրագիր Նյուզ։